Մայիսի 11-ին հերթական կրակոցներն են հնչել Արարատի մարզում, որտեղ մինչ այդ տեղի էր ունեցել վիճաբանություն ծեծկրտուկ։ Ժամը 23:00-ի սահմաններում Դաշտավան գյուղից դեպի Մասիս Էջմիածին խճուղու մոտ ավտոլվացման կետի հարևանությամբ մի խումբ անձանց միջև վիճաբանություն ծեծկրտուկ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Վիճաբանությունը տևել է մոտ 50 րոպե։ Ավելի ուշ ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ դեպքի հետ կապված կա 9 ձերբակալված անձ։ Մայիսի 12-ին ժամը 19:26-ին ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Շիրակի փողոցում վիճաբանություն է եղել։ Անմիջապես նշված հասցե են մեկնել ոստիկանության օպերատիվ խմբեր, ըստ նախնական տեղեկությունների 53-ամյա տղամարդը մեքենայի կայանման հարցով վիճաբանել է մեկ այլ անձի հետ, որի ընթացքում իր անունով հաշվառված զենքից մեկ կրակոց է արձակել օդ։ Նաև զենքը հայտնաբերվել են, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են, տուժած անձինք չկան։ Մայիսի 12-ին համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները ստացել են օպերատիվ տեղեկություն, որ անչափահաս 2 պատանի 12-ամյա մի տղայի հայհոյելու ապտակել են, նվաստացրել են նրան եւ այդ ամենը նկարահանել բջջային հեռախոսով։ Հետագա միջոցառումներին իրականացվել են մանկավարժների հետ ակտիվ համագործակցությամբ, արդյունքում 14-ամյա 2 պատանիները հայտնաբերվել են եւ տեղափոխվել համայնքային ոստիկանության բաժին։ Կազմված փաստաթղթերն ու առգրաված բջջային հեռախոսը, որով կատարվել էր դեպքի տեսագրությունը, ներկայացվել են Սիսիանի քննչական բաժին։ Անչափահասների նման դրսևորումները կանխելու նպատակով համայնքային ոստիկանները համագործակցում են մանկավարժական կոլեկտիվների հետ, սակայն շատ կարևոր է նաև ծնողների եւ ընդհանրապես համայնքի բոլոր անդամների ակտիվ ներգրավվածությունը։ Բացահայտվել է օրերս Երևանում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործություն, երբ տղամարդը իր զոհի վրա մի քանի կրակոց արձակելուց հետո տեսնելով, որ թիրախը խույս է տալիս, ապա դիմում փախուստի, նա իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով հետապնդել է զոհին, ապա վրաերթի ենթարկել ու տեսնելով, որ նա մահացել է, դիմել է փախուստի։ Նա նպատակ է ունեցել Հայաստանի սահմանը հատելով անցնել Վրաստան։ Հասնելով Տավուշի մարզի Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրի հատված դուրս է եկել երթևեկելի գոտուց բախվելով բետոնե պատնեշին եւ հայտնվել Աղստև գետում, որտեղից նրան տեղափոխել են Դիլիջան բժշկական կենտրոն։ Արդեն Դիլիջան բժշկական կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո նա փորձել է հիվանդանոցից փախնել, սակայն ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցները տեղեկություններ են ստացել, որ նրան սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները որոնում են։